Նավիջան շատ թե հուզիչ էր, թե սենց մեր հավատքը մի հատ շարժեցիր, այնտեղ էր որ փոշի էր դրել հավատքի չելնում է, չէ՞, փոշին նստում է, որտեղ շարժիր թափ տվին ես փոշին։ Եսայի մարգարեության մեջ ասում է վեր կաց փոշի քո վրայից, հիմա լավ է, մենք շատ օգնված ենք։ Հուսով եմ էլի ընթացքում, երբ որ կուսնես ինչ-որ մի վկայություն հրաշք, մենք ուրախ կլինենք լսելու։ Կոնկրետ հրաշքների մասին։ Ինչ որ ուզես, եթե զգում ես վկայությունա, որ մեզ պետք է, մենք քեզ մի ժամանակ կտանք, քանի ստեղ ես կօգտվել։ Եթե մնացած մի հատ բան կանեք, եթե դու պատգամել ես ընդեղ տվել, նաև ուրախ կլինենք քեզից պատգամ լսելու։ Էդի մի հատ ճշտենք։ Անուշից հետո շատ բժուար են մնալու Աստծո խոսան, որտեղ այն ինչ որ ասեց ավելի շատ սենց երկնային չէ, երկբնական մակարդակ էր, որ մենք երազում ենք եկի, մենք սիրում ենք եկի, չէ, եղել ենք դրա մեջ, լինում ենք, ուզում ենք ավելիով լինենք, ու էդի հրաշալի մի հատ բան է, որ Աստված անում է, ու գիտեք, մենք այսօր մի հատ կողի գյուղ կարող է չգնանք ավետարանը կարող է, ստեղից Բրազիլիա գնաս, այն պայմանները, որ Անուշն է ներկայացնում, ես չեմ հավատում մեր շատ հովիվներ կգնային ու դրանստեղ կծառայեն, որտեղ մենք ստեղ ենք լավ, մենք ստեղ մեզ լավ ենք զգում, ամեն ինչ նորմալ է, մենք մեր կամֆորտը կարող է չուզենայինք քանդել, այդպես չի որ էդի հեշտ բան է, երբ որ քո կամֆորտը քանդում ես, չէ, պիտի մտնես միտեղ ու զրույց սկսես մի բան, ինքը իրականում դժվար բան է, Տեր օրհնի Անուշ ջան, միշտ այլենց ազատ ըլնես, թույլ տվող ըլնես, Աստված կամֆորտներդ քանդի, ոչ թե մենակ դու մեկ է բոլորիս է վերաբերում, որ երբ որ Տերն է կամֆորտը քանդում, ասում են ոնց հարցի իր ձագին թրջել սովորում, սովորցնում, ինքը քանդում է գունը ու հրում է ձագին, ձագը ընկնելուց ստիպված է թե վերաշարժի, որ թռնի, եթե չի կարող, ինքը գալիս որից թևը պահում է տակը, չի թողում, որ իր ձագը ընկնի ջարդելի, բայց սենց է սովորեցնում։ Մովսեսը երկրորդ օրինացին մեջ, երբ որ խոսում է Աստծո մասին, ասում դու արծի նման մեզ թռնել սովորեցեցիր, դու մեր գունը քանդեցիր, դու մեզ դուրս բերիր, ինչպես արծի իրաձակերին այդպես հայրություն արեցիր ու մեզ սովորեցրեցիր այդ թռիչքը։ Տեր օրհնի Անուշ ջան, փառք Տիրոջը քո համար։ Ուզում եմ այսօր խոսենք միասին նոր մակարդակի մասին հոգևոր։ Բոլորս էլ սիրում ենք նոր մակարդակ, ամեն բարձրանալ մեր ներսի ձգտումն է այդ նոր մակարդակը հոգևոր։ Մենք շատերս գիտենք, որ կա մի բան, որ ավելին է, քան մենք պատկերացնում ենք։ Անուշը որ ապրում էր Հայաստանում, ինքը տեսել էր շատ բաներ Արցախում, Հայաստանում, չէ, բայց որ գնաց Բրազիլիա, տեսավ մի հատ ուրիշ մթնոլորտ, Աստվածներում ուրիշ ձևավորություն, չէ։ Երեք մի հատ վկայություն էի լսում, մի հատ հոգի մասին, որ ասում է Աֆրիկայում, երբ որ ինքը դեղեր էր բաժանում, միսիոներ էր էլի, մեր Անուշի նման միսիոներ էր Աֆրիկայում, ինքը ասում է գնում էի քաղաքից քաղաք, տանում էի դեղեր, օգնություններ ու գնում էի մի օր մի հատ մարդ մոտենում է իրան ու ասում է, որ գիտես, մենք ուզել ենք քեզ սպանենք։ Մենք գիտենք, որ դեղորայք է ստանում, մոտդ գումար կա հաստատ, ուտելիքներ է ստանում, օգնություններ, ասիկ սպանենք ձերից է սաղ վերցնենք, բայց ասում է, երբ որ մենք մոտեցանք ուտել ու այս հովիվը մենակ անտառներում քնում էր, ու երբեք խնդիրներ չի ունեցել։ Ու երբ որ ասում է, դու քնած էիր, դու մենակ էիր, մենք մոտեցանք, որպեսզի քեզի սպանենք ու վերցնենք, տեսանք 26-ը զինված մարդիկ քո կողքին կանգնած։ Ասում է հովիվը այդ մարդուն ասում է, ես մենակ եմ եղել, երբեք իմ կողքին 26 հոգի կամ 2 հոգի չի եղել, ես մենակ եմ եղել, ոչ մի զինված մարդիկ, ասում է, չէ, մենակ ես չեմ տեսել, մեր խումբը որ մոտեցավ, մեր խմբից ամեն մեկը տեսավ այդ 26-ին զինված կանգնած։ Ու այդ հովիվը չի հավատում, երբ որ գնում է Ամերիկա ու իր եկեղեցուն էսի պատմում է, մեկը ձեռք է բարձրացնում, ասում է, գիտես, այս ինչ օրը, երբ որ դու գիշերը քնած էիր, մեր մոտ ցերեկ էր Ամերիկայում։ Ես եկա եկեղեցի ինչ-որ մի բան վերցնելու եկեղեցուց, իմ ներսում մի հատ ուժեղ մղում ունեցա քո համար աղոթք անել։ Ասում են կան ուժեղ էր այդ մղումը, որ ես զանգեցի մարդկանց, որ իրանք են մի այս աղոթքին, որտեղ զգում էի, որ ինչ-որ խնդրի մեջ ես։ Ու ասում է հիմա ովքեր էին, որ աղոթում էին իր համար, թող ոտքի կանգնեն, 26 հոգի ոտքի եղան։ Գիտեք, հիմա մենք կարանք ասենք հրեշտակներ են եղել, կամ առաջի դարում ընդունում են, որ այս մարդ իր հրեշտակ ունի, գուցե հրեշտակներ են եղել, գուցե հոգու մեջ տեղափոխվել են Ամերիկայից Աֆրիկա։
իրանց աղոթքի ժամանակ այնքան ջերմեռանդ է եղել, որ Աստված իրանց տեղափոխել է Ամերիկայից Աֆրիկա, ու իրանք իսկապես կան իրանց աղոթել են։ Գուցե հրեշտակներ են եղել, բայց կա մի նոր մակարդակ, ամեն կա այդ մակարդակը, որ Աստված ուզում է մենք բարձրանանք։ Ես ուզում եմ Սաղմոսից մի հատ հատված կարդամ։ Եթե մենք իսկապես իմանանք աղոթքի զորությունն ինչ է, մենք աղոթքի սենյակներից դուրս չենք գա։ Գիտեք, ինչի նման է մեր չաղոթելը, մի հատ պատմություն կա, շատ ծիծաղալու պատմություն է, իրական եղել է, ամեն մեկ իր տարածքում է պատմում, որ դա եղել է, ես լսել եմ, որ Արարատի գյուղերից մեկից դասատուն դուրս է գալիս, որ գնա մի հատ քաղաք, որ դաստ է, մի հատ մեքենա գալիս կողը կանգնում, ասում է գնում եմ էդ իշտեղ, ոնց որ Մասիսից մեկը դուրս է եկել գնա Երևան, մի հատ մեքենա դուրս է գալիս, ասում է ես գնում եմ Երևան, քեզ կարամ տանեմ, ասում չէ շատ վրազ եմ, չեմ կարող, նստեմ ավտոց շատ վրազ եմ, այսինքն ավտոյով ավելի շուտ էր հասնելու, չէ, քան թե ոտքով քայլելով, բայց ինքը հիմա մենք աղոթքը մեր նման է, որ դու նստած ես մի հատ արագընթաց ջիպ ու շարժվում ես մեծ արագությամբ, բայց մենք ասում ենք չէ, մենք էսի չենք հասցնի, կայնի մեր աղոթքի սենյակից դուրս գանք, եկանք մեր ձեռքերով ինչ որ պետք է անենք, բայց իրականում Աստված ուզում է, որ մենք հասկանանք ինչ կարևոր է նոր մակարդակ բարձրանալ, ինչ կարևոր Աստծո մեջ մտնել ու այդ սենյակում լինելը։ Դու կարաս լինես Աստծո ներկայության մեջ չիմանալով, որ հիմա 26 հրեշտակ, 40 հրեշտակ կամ չգիտեմ, մարդիկ ծառայում են քեզ։ Դու հնազանդվում ես, գնում ես ինչ-որ մի հատ երկիր, անծանոթ մեկը գալիս ասում է ես քեզ պապայություն կանեմ, ես քեզ մամայություն կանեմ ու ֆինանսի կարիք չես ունենա։ Ու Աստված հոգում է ամեն ինչ, ամեն։ Մենք միշտ մտածում ենք թող Աստված տա գնանք, Աստված ասում է գնացեք կտամ։ Ես ուզում եմ կարդամ Սաղմոս 19-ից մի հատված։ Երկինքները պատմում են Աստծո փառքը եւ հաստատությունը իմացնում է նրա ձեռքի գործերը։ Օրը օրին խոսք է բխում եւ գիշերը գիշերվան գիտություն է ցույց տալիս։ Իշքան հրաշալի է, երկինքը պատմում է Աստծո փառքը, ամեն։ Մենք սիրում ենք, որ երկինքը պատմի, մենք լսենք, բայց գիտեք, երկինքի պատմածը դու չես տեսնում, դու լսում ես, ասում է երկինքը պատմում է։ Ընդհանրապես ասում են լավ է մի անգամ տեսնես, քան 100 անգամ լսես։ Գիտեք, ինչ նախնդիրը, որ մենք նոր մակարդակ չենք կարող գնալ, մենք շարունակում ենք լսելով ապրել։ Մեր մեջ չկա մեկը, որ կուզենա տեսնի, գիտեք, լսելով, երկինքի պատմածով, լսածներով, մենք չենք կարող բարձր գնալ։ Մենք չենք կարող ինչն է մեզ օգնում, որ մենք տեսնենք, ոչ թե երկինքի պատմածը, ես կարամ շատ լավ քարոզներ լսեմ, ես կարամ Բենինին լսեմ, ես կարամ ուրիշներին լսեմ, մեծ հրաշքներ տեսնեմ, բայց սա ինձ չի տալու, որ ես տեսնեմ, ինչն է ինձ տեսնել տալիս, իմ հոգևոր աճը։ Քանի երեխեն փոքր է, խոհանոցում ինչ-որ միտեղ երեխեն գալիս է, ինքը վերևի դարակների մեջը չգիտի ինչ է։ Ինքը գիտի ցածիկյանքը, որովհետև ինքը հոգևոր դեռ չի աճել, հասուն վիճակում չի։ Ոչ թե մենք մտածում ենք մեծ կոնֆերանսներ, մեծ պաշտամունքներ, գնում ես, ունդեղ լսում ես, ունդեղ բաներ ես լսում, ողջված գալիս ես, որտեղ լսել ես, բայց ոչ մի փոփոխություն չի լինում։ Փոփոխությունը մենակ մի բանի մեջ է, որ դու ներսից աճ ես ապրում, որ քո ներսում դու սկսում ես աճ ապրել։ Որովհետև գիտեք, եթե սեղանը դրված, ես տեսնում եմ սեղանի վրային է, ռոբը կամ սիլվիկը, իրանք տեսնում են սեղանի տակը, իրանք չեն տեսնում սեղանի վերևը, ինչ ապետ սեղանի վերևը տեսնում աճել, գոյքաշել, մեծանալ, ամեն, մենք այսօր նստած ենք, հոգևոր կյանքում գնում ենք առաջ, գուցե մենք շարունակում ենք, մենք տեսնում ենք այնքան ինչքան աճել ենք, մենք դրանից բարձր չենք կարող տեսնենք։ Ինչ կա սեղանի տակ կարաս տեսնես թշուրներ, կարաս տեսնես ինչ-որ մի բաներ, որ սովորական մի բան է, սեղանի վրա ինչ կա ճշմարիտ կերակուր ամեն, ու մենք շատ անգամ այս ճշմարիտ կերակուրը չենք կարողանում տեսնենք, հաղավորության օրհնությունները չենք կարողանում տեսնենք, որովհետև չենք մտածում հոգևոր աճի մասին։ Մենք կենտրոնացած ենք ուրիշ բաների վրա, Սուրբ Գիրքը գրում է Գիզիի մասին, դուք գիտեք Գիզիի պատմությունը։ Գիզին մի մարդ է, որ տեսնում էր այն ինչ սեղանի տակն էր, ինքը չէր տեսնում այն ինչ սեղանի վրա է։ Երբ որ Եղիսեն աղոթում է և կամ հրաման է տալիս ու Նեեմիան, որ բորոտ է բժշկվում է,
Դրանից հետո ինքն ասում է իմ Տերը խնայեց սրան, մենք կարող ենք սրանից արծաթ վերցնենք, մենք կարող ենք սրանից լավ հագուստ վերցնենք, մենք կարող ենք ֆինանսական օժնվենք սրանից։ Ինքը տեսնում էր սեղանի տակը։ Եղիսեն ասեց, միթե ժամանակն էր սենց բաների, սենց փոքր բաների, սեղանի վրա հրաշք գորություն ուներ, հրաշք տեղի ունեցավ, երկու ազգեր միաբանվեցին, մեծ ճեղքում եղավ, որտեղ Նեհեմիանը, որ բժշկվեց, սպարապետ էր Թշնամի ազգի սպարապետն էր, բժշկվեց, ու ես ասում եմ չեք անկռվով, մեծ հաշտություն եղավ, բայց Գիզին սա չէր տեսնում։ Գիտեք, այսօր մենք չկարողանանք տեսնենք այն ինչ թագավորության արժեքներն են, ինչի համար, որովհետև մենք չենք սիրում հոգևորապես աճել, մենք սիրում ենք մնալ նույնը, մենք սիրում ենք փառքը լսել, մենք սիրում ենք պատմենք ստե մի հատ լավ քարոզը, մի հատ լավ ծառայություն, մենք լսեցինք, օգտվեցինք, ինչ լավն էր Բերին, ինչ լավն էր Սամռալը, սրանք հրաշալի բաներ են, բայց եթե այստեղ աճ չկա, եթե ես մնում եմ հոգևոր թզուկ, ես Գիզիի նման մեկը կլինեմ, որը թագավորությունը սխալ կներկայացնի։ Մենք ամեն մեկս թագավորության զինվորներ ենք, ամեն, մենք կանչված ենք Քրիստոսի թագավորությունը ներկայացնելու, ես այնքան կարամ ներկայացնել, ինչքան տեսել եմ, իսկ եթե ես տեսել եմ սեղանի տակը, եթե ես շարունակում եմ տեսնել այն ինչ սեղանի տակն է, ես թագավորությունը դենց էլ կներկայացնեմ, ես թագավորությունը կներկայացնեմ արծաթ, հագուստ, շոր, մարմնավոր ձև կներկայացնեմ։ Ես չեմ կարող ներկայացնել այն ինչ դրված է որպես թագավորություն, այն զորությունները, գանձերը, աստվածային սրբությունները որ կա։ Սրա համար ինչ ապետք, սրա համար պետք է ժոռան սկսի աճել։ Գիզին չէր աճում։ Դրա համար սենց էր, Գիզիի միտքը շարունակում էր մնալ մեկը, որ սեղանի տակն էր մենակ տեսնում։ Բայց եթե Գիզին սովորել աճել, ոնց Եղիսեն աճել էր։ Եղիսեն ոնց աճեց, Եղիսեն մի բան էր։ Եվ հոգուտ կրկնապատիկն եմ ուզում, ես տեսել եմ սա, ես սա եմ ուզում, ասեց եթե տեսնես թող լինի, հոգևոր մի հատ աճ էր, որ բարձրացրեց Եղիսեին, ու Եղիսեն արդեն տեսնում էր սեղանի վրային էր, Եղիսեի համար մահը խնդիր չէ, աղոթում էր, հարություն էր լինում, Եղիսեի համար հիվանդությունը խնդիր չէ, սովը խնդիր չէ, այն րոպեին, Այն րոպեի, որ սա խնդիրների մեջ էին, Եղիսեն խնդիրների մեջ չէր, ինչի համար, որտեղ նոր մակարդակը սեղանի վրան էր տեսնում։ Հիսուսը նույնը ասում էր, ամեն ասում էր, մի ոք սարեք ինչ-որ մի բանի համար, ինքը նկատի չուներ, որ դրանք պետք չեն, ոնց անուշ ինչնան սին ու վկայություն էր, չէ, իր գալը Հայաստան, սա հոգացվում էր, հայրը դիտի, հոգացվելու է, դու սեղանի վրան նայ, դու հավատքը նայ, դու Աստծուն տես, սրա համար հոգևոր աճ ու անուշ այդ ընթացքում Աստված իրեն այդ աճն ակարել ու մեզ հետ Աստված ուզում այս աճը պարանել, ինչ եղավ Գիզիի հետ, գիտեք, երբ որ մենք նայում ենք, մենք տեսնում ենք ինչքան մեծ խնդիր է հոգևորապես չաճելը, ինչ եղավ Գիզիի հետ, հիշում եք, Սուգիթը գրում է ու ասում է այն բորոտությունը, որ Նեհեմիայի վրա էր, Իշնիկո վրա, գիտեք, չի ասում, որ դու էլ բորոտ կդառնաս, ասում է այն նույն բորոտությունը, եթե սա ընդամենը հիվանդություն էր, եթե բորոտությունը սուրբ գրքի մեջ ընդամենը հիվանդություն էր, մաքրվեց գնաց, պրծավ, Նեհեմիան մտավ ջուրը, մաքրվեց, պրծավ, ինքը չէր կարող բորոտ լինել, բայց նշանակում է ինչ-որ դիվային մի բան կա, որ Աստված ուզում է սրանով բացատրի, որ այս Նեհեմիայի բորոտությունը կգա, չէ, ու կկապնի քեզի, հենց Նեհեմիայի բորոտությունը կգա ու կկապնի քեզի, գիտեք ինչ է բորոտությունը, ինքը գալիս է երբ մենք հոգևորապես չենք կարողանում աճենք, բորոտությունը գալիս է մեր վրա, երբ որ մենք հոգևորապես չենք կարողանում աճենք, ոնց Գիզին էր, ինչ ասա, մի հատ պատմություն կա սուրբ գրքի մեջ Եղիսեի ժամանակ, ասում է թշնամին շրջապատել է, 4 բորոտ կային այդ քաղաքում, հիշում եք որտեղ էին նստած, բորոտները նստած էին երկու բանակների մեջտեղում, բորոտությունը մի բան է, որ իր ապահովությունը տեսնում է մեջտեղում, ոչ այս կողմ, ոչ այն կողմ, հոգևոր բորոտությունը մեր գաղջ վիճակն է, երբ որ գալիս է մի հատ վիճակ, որ դու ոչ այս բանակի մեջ ես, ոչ այն բանակի մեջ ես, մեջտեղում քո համար ապահով նստած ես։ Հոգևոր կյանքում, երբ որ գալիս է մի հատ վիճակ,
որ քեզ թվում է թե ամեն ինչ լավ է, ապահով ես, քո կոմֆորտը գտել ես, քո տեղը գտել ես ու դու գտնվում ես մեջտեղում, գալիս է մի հատ հոգևոր ծնություն, անտարբերություն հոգևոր աճի, հոգևոր մակարդակի մեջ առաջ գնալու մի հատ անտարբերություն է գալիս ու դու կենտրոնում սկսում ես նստած մնալ, քո համար լավ է, եկեղեցուն ինչ-որ ծառայություն ունես կամ աշխատանքը ճարել ես, ֆինանսը նորմալ է, եկեղեցին կա դնում ու գալիս ես, գիտեք, քո մտքի մեջ ծարավն ու քաղցը անջատվում է։ Ես նայեցի Վիկիպեդիայով գրված էր, որ բորոտություն, հիվանդությունը գալիս է աննկատ։ 4-ից 6 տարի հետո դու կարաս իմանաս, որ դու բորոտ ես։ 4-ից 6 տարի չի երևում սա։ Մեր անտարբերությունն էլ հոգևոր, երբ որ այստեղ անջատվում է քաղցը, մենք չենք զգում էսի, որովհետև դժվարություն չկա, նեղություն չկա, ամեն բան իր տեղն ընկել է, քանի դու աշխատանք չունես ու փողի կարիք ունես, դու ուժեղ Աստծուց կառչած ես, դու քաղց ունես, ծարավ ունես, երբ գտնում ես քո աշխատանքը, երբ ամուսնանում ես, երբ ինչ-որ մի բան, խնդիրները լուծված են արդեն, դու խնդիր չունես, քաղցն ու ծարավը քո ստեղ անջատվում են։ Հիշեք Դավթի պատմությունը, Դավթի նման նվիրված մարդ չկար, երբ որ նստեց աթոռին, դեռ իրա մեջ բորոտությունը չեր եկել ու անջատված չէր, ասեց ուզում եմ ուխտի տապանակի գային քաղաք, տեր քաղցած եմ քեզ, տեր ծարավ եմ, ուխտի տապանակի գալուց հետո, մի որոշ ընթացք հետո Դավիթն արդեն սիրեց աթոռը, սիրեց պալատում եղած անկողինը, դիվանը, խորը, սկսեց սիրել էսի, դիվանին նստելը սիրեց, դարձավ դիվանագետ։ Դավիթը գիտեք ինչ, երբ որ նույն բանակը գնացել էր կռիվ Իսրայելի բանակը ու բանակի հետ կռիվ էր տարվել նաև ուխտի տապանակը, Դավիթը չասեց, վայ ուխտի տապանակը գնում է, ես գնամ ուխտի տապանակի մոտին եմ, չասեց, ինքը արդեն կուշտ էր ուխտի տապանակից, ինքը կուշտ էր Աստծո ներկայությունից, ուխտի տապանակը խորհուրդներ Աստծո ներկայության 5 տակարան, ինքը կուշտ էր ու Սուրբ Գիրքը գրում է, երեկոյան անկողնուց դուրս եկավ ու գնաց տեսավ Բերսաբեին, գիտեք այս պատմությունը ու ընկավ, ահավոր ընկավ ինքը, ինչի համար դու երեկոյան անկողնուցը թելնում ես, նշանակում է սա ցերեկ քնած ես եղել։ Դավիթը իր ազգը կռվի դաշտում, գիտեք, երբ որ ամեն ինչ ապահով է դառնում մեր կյանքում, ամեն ինչ հանգիստ է դառնում, այդ ժամանակ բորոտությունը մոտենում է մեզ, որովհետև հոգևոր աճի նոր մակարդակ գնալու ցանկությունը մեր մեջ կորում է։ Երբեք Աստված չի մոտենա մեզ արթնացնելու համար, երբեք Աստված դա չի անի, մենք կքնենք ու կգնանք։ Դավթից լավը չլինեք, Դավիթն ընկավ այդ բաների մեջ, ինչի համար Աստված չէր արթնացնում, ինչի համար Հիսուսն իր աշակերտներին 12-ին աշակերտ կոչեց, գիտեք, որտեղ երբ որ Հովհաննեսն ու Անդրեաս առաջինը մոտեցան Տիրոջը, իրան վարդապետ ասեցին, ասին վարդապետ, որտեղ է քո օթևանը, երբ որ իրան վարդապետ ասին, ասեց ուրեմն աշակերտ են սրանք, սովորել են ուզում, ուրեմն աշակերտ կասեն իրանց։ Գիտեք, մենք ենք որոշում Աստված ով լինի մեզ համար։ Երբեք Աստված չի գալու ասելու ժորա արի քեզ ստիպելով սովորեցնեմ, որ հոգևոր աճ ունենաս։ Եթե ժորան Աստծուն ընդունում է որպես փրկիչ, Աստված իրան փրկիչ կլինի, կա փրկի ու կքաշվի մի կողմ։ Եթե ժորան Աստծուն ընդունում է որպես բժիշկ, Աստված կգա կբժշկի իրան ու կքաշվի մի կողմ։ Եթե ժորան Աստծուն ընդունում է որպես վարդապետ, Տերը կսովորեցնի ժորային, կսկսի աշխատել ժորային հետ։ Ու գիտեք, այնց էս է, որ մեր ներսում սկսում է կորել։ Եթե մեր ներսի քաղցը Աստծո նկատմամբ սկսել է կորել, ով է Աստված մեզ համար։ Եկեք նորից ասենք, Տեր, ուզում եմ դու իմ վարդապետը լինես, ուզում եմ սովորեմ քեզանից, որտեղ սա է քո աճը տալու։ Երբ որ գնացին Քրիստոսի մոտ, աշակերտները ու ասին վարդապետ ու սովորեցրեց, եկան ու Պետրոսին ասին Մեսիային գտել ենք։ Երբ որ որպես Մեսիա Պետրոսը ճանաչեց Հիսուսին, Հիսուսն եկավ ու լրիվ ուրիշ բան ասեց արդեն Պետրոսին։ Ոչ թե սովորեցնում էր, այլ անուններ փոխում, անում էր ինչ որ Մեսիան պիտի անի։ Իրան դնում էր կոչման մեջ, ծառայության մեջ, երբ որ որպես մարգարե ես Աստծուն ընդունում, երբ որ հայր ես ընդունում, ինքև ձև էլ գալիս է։ Ոնց մենք ընդունում ենք Տիրոջը։ Իսկ եթե դու ընդունել ես բժիշկ, Աստված բժշկել է քեզ, օժնել է քեզ, ընդունել ես օժնով, սրանք սա սեղանի տակն է։ Դու հասել ես մի բանի, դու գոհ ես, բավարարված ես, Աստված սպասում է, երբ ես դու մտածելու նոր քաղց ունենալ իր նկատմամբ։ Հովհաննես 7:37-ն ասում է,
տոնի վերջին մեծ օրը Տերը կանգնել եւ աղաղակում էր, եթե մեկը ծարավ է։ Գիտեք, 7 օր կար տոնին, առաջի օրը չաղաղակեց, երկրորդ օրը չաղաղակեց, ինչի համար, որովհետեւ բոլորը սոված էին դեռ Աստծուն, քաղցած էին։ Մարդիկային առաջին օրը տոնի լավ վայելեցին, ասին լավ կշտացան գերիքա, մարդիկային երկրորդ օրը, 4-րդ օրը, 5-րդ օրը, 6-րդ օրը, բայց 7-րդ օրը տոնի վերջի օրը Տերն ասում է, կա դեռ մեկը, որ քաղցած է ինձ, եթե ինքը գա իր ներսից կյանքի գետեր կբխե, ես իր մեջ կդնեմ այն իմ սեղանի վրա է, ցավոք սրտի գուցե այդ ժամանակ չկային, արձագանք չենք տեսնում, հակառակը երբ Տերն էսի աղաղակում էր, ուզում էին բռնել, մարդիկ ուղարկեցին իրան բռնելու համար, որտեղ 12-ից բացի, որոնք ասում էին Տեր, քո մոտ հավիտենական կյանքի խոսքեր կան, ոչ մեկ չէր ուզում։ Հիսուսը մի հատ մակարդակ էր դնում, բոլորը հեռանում էին, որտեղ սեղանի վրայի դրած մակարդակ իրանց ճաշակով չէր, այնքան հաճելի է սեղանի տակով ապրելը, որտեղ դու դրան սովորել ես, դա մարմնավորն է, դա քո համար լավ է, ու դու շարունակում ես դրանով ապրել։ Եթե դու հոգևորապես աճես ու տեսնես ինչ կա սեղանի վրա։ Ես այդ Սաղմոսը նորից եմ ուզում կարդալ։ Երկինքները պատմում են Աստծո փառքը, չի ասում տեսնում են, պատմում են եւ հաստատությունները իմացնում են նրա ձեռքի գործերը։ Օրը օրին խոսք է բխում եւ գիշերը գիշերին գիտություն, ճանաչողություն է ցույց տալիս։ Գիտեք որտեղ է դրված տեսնելը։ Տեսնելը դրված է գիշերվա մեջ։ Այն հենց որ խոսում է գիշերվա մասին, ասում ցույց է տալիս, դու տեսնում ես։ Դու տեսնում ես գիշերը, ցերեկը չես տեսնի, քո համար ամեն ինչ լավ է, նորմալ է, քո համար ցերեկը, գիտեք, երբ որ գիշերը բոլորս գնում ենք քնելու, երբ որ գիշերը մարդիկ դերարթուն են շարունակում են Տիրոջը կանչել, երբ որ քո ծառան անցնում է սովորական օրվա չափերից, մենք այսօր եկել ենք 2 ժամ ստեղ պաշտամունք կանենք, մենք ստեղ չենք տեսնի Տիրոջը, բայց այն անձնավորությունը, որ չի բավարարվի 2 ժամվա պաշտամունքով, 3 ժամվա պաշտամունքով, պաշտամունքից հետո կգնա տուն, կառանձնանա Աստծո հետ ու կասի Տեր, ուզում եմ տեսնել, ուզում եմ ճանաչել, այդ իրար Աստված կդարձնի։ Երբ որ մենք հասկանում ենք մի բան, գիտեք ինչից է զգում, որ մարդը քաղցած ու սոված է ինչ-որ մի բանի, որ ամբողջ ցերեկն աշխատելուց հետո ասում են մի հատ էլ գործ ճարեմ գիշերը աշխատեմ։ Մի գործ էլ գիշերը ճարեմ աշխատեմ, որտեղ մարդը փողին շատ է ուզում է, որտեղ կարիքը կա դրա, ոչ մեկ չի մեղադրում, նույնը հոգևոր, երբ որ ցերեկն անցել է ու դու գիշերը շարունակում ես աղոթել, աղաղակել, բոլորը քնած են, բայց դու Տիրոջն ես ուզում։ Գիտեք, այդտեղ է, որ Աստված սկսում է հոգևոր աճ տանես։ Ստեղ է, որ Աստված սկսում է փոխել ինչ-որ բաներ մեր կյանքերում ու բերում է մի հատ նոր մակարդակ։ Մենք այսօր բավարարվել ենք այն եղածով, սենց չի լինի աճել։ Ջոն Բիվերն ասում է, երբ որ գնում էի սպորտով զբաղվելու ծանրամարտ, մի քիչ ինձ ուժեղացնելու, ասում է, ես ընկերներ ունեի, որոնք դրա մասնագետներն էին։ Ասում եմ, որ 5 հատ բարձրացնում էի, էլ չէի կարողանում։ Ուզում էի դնել, ասում եմ, չես 5-ը քեզ չի օգնի։ Քեզ ուժեղացնում է այն 6-րդը, որ դու չես կարող բարձրացնես, բայց ուզում ես բարձրացնես։ Ինչն է մեզ հոգևոր աճ տալիս, գիշերը, այն որ ցերեկն արել ես ու ասում ես նորմալ է, հիմա գնամ քնեմ հանգստանամ, դու չես աճի հոգևոր։ Ցերեկվա պաշտամունքներին մասնակցելը, սրանք ամեն ինչ քեզ հասցնում են քո մակարդակի վերջի կետին, բայց աճ չեն տալիս, աճ տալիս է այն ավելին, որ դու անում ես։ Ու այդտեղ դու որ տեսնում ես ու սկսում ես փոխվել ուրիշ մարդ դառնալ։ Եթե դա չեղավ, դու չես փոխվում, ուրիշ մարդ չես դառնալ։ Ու Աստված ուզում է, որ մենք սա անենք։ Ասում է գիշերը խոսքը պատմում է գիշերին։ Նույնիսկ գիշերվա մեջ մեկը, հիմա ես ասում եմ, եթե մենք գնանք գիշերները սկսենք աղոթել, գուցե Աստված ոչ մի բան ցույց չտա մեզ։ Գիշերը գիշերին է ցույց տալիս։ Ինչ է նշանակում գիշեր լինել։ Ոչ թե մենակ գիշերվա մեջ դու կտեսնես, այլ ինքդ պիտի գիշեր լինես։ Գիշերվա ամենամեծ կարիքը որն է։ Լույսը։ Լույսը գիշերվա ամենամեծ կարիքը լույսն է։ Ես համաձայն եմ դրա հետ, որ քնելը, որտեղ իրականում ինքը կարիք է գիշերվա, բայց գիշերը լույս է ուզում։ Եթե դու արթնացել ես, միտեղ ուզում ես գնաս, քեզ լույս է պետք։ Ամեն։ Իմ կարիքը, երբ որ դառնում է լույսը, Գիզիի կարիքը լույսը չէր, Գիզիի կարիքը արծաթն էր, Գիզիի կարիքը հագուստն էր, Գիզիի կարիքը երբեք լույսը չէր։
Այսօր ինչի համար եմ ես ուզում Աստծուն մոտենամ, գուցե ուզում եմ մոտենամ ֆինանսականի համար, ոչ մեկ չի ասում, սրանք սխալ բաներ չեն, ինչ ճիշտ հասկացեք, բայց սա մեզ հոգևոր աճ չի տալիս։ Այս մոտեցումները չեն, որ մեզ աճեցնում են։ Եթե բժշկության համար, եթե ինչ-որ մի բանի համար Տերը խոստացել է եւ տալու է սրանք մեզ, բայց սրանք չի, որ մեզ ինչքան ունեմ իմ ներսում փափակ լույսին մոտենալու։ Տեր լույս ես դու, ես ուզում եմ քեզ մոտենամ, իմ սրտի կարիքը դու ես։ Հավատացեք 5 րոպե, եթե դուք աղոթեք ձեր ներսում կարիքը, Աստված լինի, դուք չեք պատկերացնում ինչ լույսով մեր ներսը կլեցվի ամեն մեկիս։ Ինչ փոփոխություն կգա, երբ որ կարիքը Տերն է։ Միանգամից հոգևոր աճությունները, ամեն բաները կտեսնես տրված են քեզ։ Երբ որ ես լույսը փնտրեմ, իմ հիվանդությունները կհեռանան, որտեղ այդ լույսի հոգևոր աճի մեջ ես կտեսնեմ, որ սեղանին իմ բժշկությունն է դրած։ Ես կտեսնեմ, որ իմ օշնությունն է դրած սեղանի վրա, ու իմ կյանքում փոփոխություն կգա։ Գիտեք, ես 3 բան եմ ուզում ասեմ, որի միջոցով բորոտին այն ժամանակ բժշկում էին, Ղևտացիների 14-րդ գլխում է գրված, ինչ է պետք, որպեսզի բորոտը բժշկվեր։ Առաջին բանը, որ գրում է բորոտի բժշկության համար պետք է, ասում է, որ բորոտը բժշկության կարիք ունի գալիս է քահանայի մոտ, շատ հետաքրքիր է այդ հատվածը, ասում է, քահանան պիտի մոտենա է իրան, հետո բանակից դուրս անի եւ այլն, բայց երբ որ բժշկության մասին է խոսում, ասում է, որ 2 թռչուն թող վերցնի։ Գիտեք ինչն է բժշկում ինձ բորոտությունից, իմ թռչելու երազանքը, իմ թռիչք ապրելու երազանքը, միշտ սատանան գալիս է սա սպանելու մեր մեջ։ Ինքը բերում է հուսահատություն, ինքը բերում է նման բաներ, ինչի համար, որ դու երազանքը, թռիչք ապրելու երազանքը կորցնես, բայց շատ պարզ ձևով գրում է, որ բորոտությունը հեռանում է, երբ դու ունես երազանք, հոգևոր ճիշտ երազանք, երբ որ դու ուզում ես թռիչք ապրես, մեր ամուշի թռիչքը Բրազիլիա, ես վստահ եմ, որ իր կյանքում էդի մի հատ ուրիշ փոփոխություն է բերել։ Ու ամեն մեկս կարևոր չի, քանի տարեկան են։ Մարդիկ են եղել, Մովսես 80 տարեկան էր, թռիչք ապրեց, 40 տարի ապրեց ու ծառայեց ու Աստծո ամենամեծ մարգարեներից մեկը համարվեց։ Հովսեփը ինչքան էլ բանկի մեջ էր, սատանան ամեն բան իր կյանքում սպանում էր, մի բան կար չէր կարող սպանել, իր թռիչք ապրելու ցանկությունը, սա չէր կարող սպանել։ Գիտեք, որդի կա, որ դառնում է թիթեռ, ինքը թևեր է առնում, այսի մի հատ հրաշալի հրաշ կա, որ տեղի է ունենում, գիտեք, սա ցույց է տալիս, որ այդ որդի մեջ կան թևեր, բայց չեն երևում, սպանված են, մեր ամեն մեկիս մեջ կան թևեր, թռչելու հնարավորություն, սրանք դրված են մեր մեջ, բայց երբ որ այդ որդը համաձայնվում է սրան, որ ես պատրաստ եմ ապրելու սրա համար եւ այլն, համբերում է, անցնում է մի բանով, հետո ճեղքում է, չէ՞ ու թևեր է ունենում, այդ տգեղ որդը դառնում է սիրուն մի հատ թիթեռ։ Այսօր այդ թռիչքը մեր ներսի երազանքը մեր թևերն է։ Ու եթե մենք սա չունենանք, եթե մենք կորցնենք սա, մենք չենք կարող առաջ գնալ։ Մենք մոտենում ենք Տիրոջը, նախ եւ առաջ, Տեր սովորեցրել ինձ, տուր ինձ, ես երազանք եմ ուզում, ես չեմ ուզում երկիրը ապրել սովորական մարդկանց նման, զուտ իմ աշխատանք ունենամ եւ այլն, ես թռիչք եմ ուզում, երբ որ մեկը մի հատ կոշկակար լսում է, որ քարոզիչը քարոզում է, վերցունքը իր այդ բանում կոշկակարանցում նստած ալնում, լսում է, որ քարոզիչը քարոզում է ու քարոզիչն ասում է դեռ աշխարհը չի տեսել այն մարդուն, թե ինչ կարող անի Աստված մարդու միջոցով, եթե մարդը կատարյալ նվիրվի իրան։ Կոշկակարն ասում է, մարդը ես կլինեմ։ Ես պիտի նվիրվեմ, ես ուզում եմ տեսնել, թե դու ինչ կարաս անես մարդու միջոցով, որ կատարյալ նվիրվելն է։ Իրա միջոցով, այդ քերի միջոցով, այդ կոշկակարի միջոցով Աստված ամբողջ Հնդկաստանը արթնացրեց։ Իրա միջոցով մեծ գործեր արեց, ասաց ու մահվան պահին ասաց դուք դեռ չեք տեսել, ինչ էր կարող անի Աստված, եթե մարդը իսկապես նվիրվի։ Նույնիսկ ինքն իր նվիրումը մեծ չհամարեց։ Բայց գիտեք, երբ որ ներսումդ կա էդի, երբ որ ներսումդ կա այդ երազանքը, Սամրանն ասում է 20 տարեկան տղայի քարտերն եկավ մեր մոտ քարոզելու, մոտեցա որ բարևեմ ու ասեմ որ լսել եմ ձեր մասին,
ասում ուզում եմ ասեմ, լսել եմ ձեր մասին, մեկ էլ ներսիցս մի հատ ուրիշ բան է բարձրանում։ Ես ասում եմ, պարոն, ես ձեր հետ կգամ սարերից են կողմ, լեռներից են կողմ, երկրներից ու օվկիանոսներից են կողմ, ասում ասի, վատ զգաց ես ինչ եմ ասում, ասի կներեք, ու ուսս կանգնեցի, ասում եմ, ժպտաց, ասեց սպասի բլոկնոտս բերեմ, բերեց, բացեց, բլոկնոտի մեջ գրված էր, հետդ կվերցնես նրան որպես աշակերտ, ով Ամերիկայում կմոտենա քեզ ու կասի, քո հետ կգամ լեռներից այն կողմ, ծովերից օվկիանոսներից այն կողմ, երկրներից այն կողմ, ես կգամ քո հետ։ Ու քարտերը վերցնում է Սամրանին իր աշակերտում, ամբողջ աշխարհով մեծ գործեր են անում։ Այսօր Աստված ուզում է Ժորան մոտենա Աստծուն մի բանի համար։ Կարևոր չի, որ 55 տարեկան է։ Կարևոր է մի բան, որ Տերը ուզում է, որ Ժորան թռիչք ապրի, ամեն, ու Աստված ուզում է ամեն մեկս թռիչք ապրենք, ճեղքենք, ավելի վեր գնանք։ Առաջին բանը սա է։ Երազանքը, եթե դու ուզում ես Աստծո մեջ առաջ գնաս, եթե դու ուզում ես նոր մակարդակ, հոգևոր նոր մակարդակի հասնես, քո մեջ պիտի երազանք լինի։ Առանց սրա հնարավոր չի։ Հավատացեք 90-ական թվականներին այն ժամանակվա երիտասարդների մեջ մի հատ ուրիշ բան կար, երազանք կար, հոգևոր այդ մի հատ չգիտեմ, ես չեմ կարող այսօր մեկնաբանեմ էսի, բայց այս երազանքը կար։ Երկրորդ ասում մի թռչունը կվերցնես, կմորթես այս թռչունը, մյուսը կթաթախես նրա արյան մեջ։ Եթե ես ուզում եմ բորոտությունից, անտարբերությունից, հոգևոր գաղջությունից ազատագրված լինեմ, ինձ պետք է թաթախվել Քրիստոսի արյան մեջ։ Ինձ պետք է ճանաչել, ինձ պետք է ամոթել Տեր բաց ինձ քո արյան զորությունը։ Ես ուզում եմ քո արյան զորությունը ճանաչել Տեր։ Գիտեք, քանի մենք Քրիստոսի արյան զորությունը իր գործը չենք ճանաչել, մենք կշարունակենք խեղճ ապրել մեղքերի կամ խշմտակի տանջանքի մեջ կշարունակենք ապրել։ Սուրբգիրքն ասում է, երբ որ Հիսուս իր արյունը թափեց, նա հավատաց Հիսուսին, նրա բոլոր մեղքերը ջնջվեցին։ Ջնջվել նշանակում է, որ ես էդի մի կողմ եմ, էդի չկա, էդի սխալ է։ Ջնջել մի բան է, երբ որ գիծ ես քաշում, դու հասկանում ես, այդ գրվածը սխալ է եղել։ Եթե դու շարունակում ես դեռ տանջվել, որ դու ես հարցում մեղավոր ես կամ այն հարցում մեղավոր ես, նշանակում է դու համարում ես, որ էլի շոր Աստված ջնջել է, սխալ է եղել։ Մի կարդային ինչ Աստված ջնջել է, մի ընդունի դա Աստված ջնջել է, ոչնչացրել է, մի կողմ է դրել։ Սա միայն Քրիստոսի արյան բացվելն է մեզի հասկացնում։ Ու սա մեր խշմտանքը մաքրում է մեռած գործերից։ Դու թողնում ես այն ինչ որ աստվածային չի, դու սիրում ես այն ինչ աստվածային է։ Դու սկսում ես սրբվել, մաքրվել։ Ոչ թե մենակ նոր ես սկսում սրբվել, ջանք ես անում սրբվել, դու հասկանում ես, որ այդ արյունը գործ արել է արդեն։ Ու Սուրբգիրքն ասում է, որ երբ որ դու լույսի մեջ քայլում ես, արյունը ամեն օր մաքրում է քեզ քո ներսից, ու կարիք չկա, որ դու սկսես քո մտքի մեջ մտածել, ես ես հարցում մեղավոր եմ, ես լավը չեմ, ես չէ, արյունը ջնջել է այդ լրիվ, մի կողմ է դրել, սկսի մտածել, ինչքան Տերն է լավ, ինչքան երբ որ արյունը մեզ բացվում է, մենք չենք մտածում մեր թերությունների մասին, մենք մտածում ենք Քրիստոսի կատարելության, իր առավելությունների մասին, իր դրած կյանքի մասին, մենք սկսում ենք սրա շուրջը մտածել ու սրանով ապրել, ու երրորդը, որ անում էին բոլորի համար, վերցնում էին յուղը, որ Սուրբ Հոգու խորհուրդն է, քսում էին իր ականջին, քսում էին իր ձեռքին, քսում էին իր ոտքին։ Ինչն է, որ մեզ կօգնի, որ մենք հոգևոր աճ ապրենք ու այդ բորոտությունը մեր վրա չազդի։ Այս ականջը պիտի Սուրբ Հոգուն տրված լինի։ Ամեն։ Ես միշտ ասում եմ, Գեդեոնի սխալներից մեկն էր, որ ինքը իսմայելացիներից ոսկի ականջողեր դարձրեց։ Այսինքն ականջողը ականջին իր ականջը ոսկուն տվեց։ Ու ասում դա գայթակղություն եղավ իր ամբողջ սերունդի համար։ Գիտեք, որ կոտորվեցին 70 իր տղաների սպանեցին ու վերջը։ Ինչն էր պատճառը, ականջը յուղին չտվեց, ցանկացած բորոտի ականջին քսում էին արյուն, Քրիստոսի արյունը, վրից քսում էին յուղ, Սուրբ Հոգին, իմ լսողությունը պիտի Աստծուն տրված լինի, ում եմ ես լսում այսօր, ինչ եմ այսօր ես լսում, օրվա ընթացքում գիշերը արթնացա ինչքան հրաշալի կլինի, Տեր արթնացել եմ, Սամուելն ինչ ասես, Տեր խոսա իմ հետ, ահա քո ծառան եկել է, լսում է քեզ, խոսա իմ հետ։ Ու գիտեք Սամուելը ինչի համար մարգարե հաստատվեց, դա մի օրում չեղավ, դա ամեն օր էր իր կյանքում։
Երբ գիշերը Սամուելը արթնանում էր, Սամուելի սիրտը բաց էր լսելու։ Ես հիշում եմ 94 թվականին որոշեցի 40 օր Աստծո հետ սենց առանձնանալու աղոթքի բան ունենամ, ամենառավոտ 4-ից 7 իմ աղոթքի ժամն էր, գիտեք ինչ հետաքրքիր մի բան տեղի ունեցավ։ Ականջիս հետևից այս մասից ձայն էի լսում։ Երբ որ եկավ մի 30 կամ 40 օր անցավ, այդ ընթացքի մեջ էի, երբ որ գնում եք ինչ-որ մի բան, մեկը մի ձայն ասում է, ես սենց մի արա, սենց ձայն։ Ես հետո Եսայի մարգարեության, հետո Եսայի մարգարեության մեջ կարդացի, որ գրված է, և երբ որ դուք գնաք ճանապարհ ուզենաք սխալվեք, և երբ որ դուք գնաք ճանապարհ ուզենաք սխալվեք, ձեր ականջի ետևից մի ձայն կլսեք։ Ձեր ականջի ետևից մի ձայն կլսեք, որը կասի սա չի ճշմարիտ ճանապարհը, սա է ճշմարիտ ճանապարհը։ Ես հետո տեսա, որ ինձնից մոտ 3000 տարի առաջ գրվածը իմ կյանքում ունենում։ Ձեռքերիդ կկսի յուղը, ամեն, քո գործերը Սուրբ Հոգու ազդեցության տակ կգան, քո քայլերը Սուրբ Հոգու ազդեցության տակ կգան։ Որտեղ գնաս Տիրոջը կփառավորես, Տիրոջը կբարձրացնես ու կօրհնես։ Երբ որ այս 3 կետը մեր կյանքում սկսում է գործել լինել, դեռ մեր կյանքում զորավոր փոփոխություններ են լինում։ Բորոտությունը հեռանում է։ Ինչ է բորոտությունը։ Բորոտությունը մի բան է, որ քեզ դնում է մեջտեղում։ Գապ վիճակն է, որ ոչ այս կողմես, ոչ այն կողմես, դու ինչ որ մի բանի հասցել ես, գոհ ես, սա չի թողի դու հոգևոր աճես։ Եթե հոգևոր չաճեցի, ոչ մեկ չի գալու քեզ գրկի բարձրացնի, որտեղ դու երեխա չես, ու ցույց տա ինչ կա սեղանի վրա։ Ոչ մեկ չի անի սա, Աստված չի անի սա, Աստված ուզում է դուներ, եթե Աստված ինձ ամեն անգամ բարձրացնի ցույց տա, ես կդադարեմ հոգևոր աճելուց, որտեղ ասեմ հենա տեսնում եմ, էլի, բայց Աստված ուզում է ժորան ներսից աճի։ Ինչ է պետք սրա համար ժորան պիտի հոգևորապես աճի, բարձրանա, որ սեղանից բարձր լինի, որ վերևը տեսնի։ Սրա համար պետք է որ ժորան անտարբերությունը, հոգևոր գաղջությունը մի կողմ դնի, արդյունություն ապրի, ուզենա Տիրոջը հանդիպի ու ներսի մի հատ աճ ամեն։ Տերը օրհնի ժողովուրդ ջան, եկեք կանգնենք աղոթքի։